Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես Էստրասես բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Facebook-ի անալիքներում, Կոնտակտում, Одноклассникում, TikTok-ի անալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այնտեղ ձեզ հետաքրքրող շատ տեղեկատվություն կա, հմայախոսություններ, կանխատեսումներ, ծիսակարգեր կան, որոնք որ ես գիտեմ, ձեր ամբողջ կյանքի ընթացքում անհրաժեշտ կլինեն։ Ինչի մասին եմ այժմ սիրելիներս ձեր հետ ցանկանում զրուցել։ Ցանկանում եմ զրուցել լռության մասին։ Դեռ հնուց եկած խոսքեր կա, արդեն մարդկային հասարակության մեջ արմատացած խոսակցություն կա, որ խոսքը դա արծաթ է, բայց լռությունը դա ոսկի է։ Եվ ինչի վրա է դա հիմնված, սիրելիներս, ընդհանրապես, որպեսզի մարդը կարողանա իր կյանքի մեջ եղած խնդիրները հաղթահարել եւ դուրս գա, լավ կլինի, որ մարդը կարողանա լռել։ Գիտեք, լռելը դա այնպիսի գործողություն է, այնպիսի հնարավորություն է, որի միջոցով մարդը կարող է իր վրա չուղղորդել հասարակության նեգատիվը, նաև դիեզերքի նեգատիվը։ Լռելու միջոցով մարդը կարողանա շատ խնդիրներից շատ պրոբլեմներից, շատ բարդություններից ձերբազատվել։ Եվ ես ուզում եմ տալ ձեզ շատ կարևոր 10 կետեր, որոնց մասին եթե դուք լռեք, դուք նման ձևով ձեզ շատ խնդիրներից, շատ նեգատիվներից, շատ հարվածներից կկարողանաք ձերբազատվել։ Գիտեք ինչ, լռելը դա շատ մեծ հերոսություն է, մարդուն տվել է տրված է խոսել, արտահայտվել, եթե մարդը կարողանում է շատ դեպքերում ինքը այդ խոսելու, արտահայտվելու հնարավորությունը զսպել և լռել, նման ձևով ինքը շատ ավելի բարձունքների կհասնի, եթե իր կյանքի մեջ ինչ-որ խնդիրներ կա, ինքը այդ խնդիրները կհաղթահարի և առաջ գնա։ Որոնք են այն 10 կարևոր կետերը, որի մասին մարդը պետք է սովորի լռել։ Մարդը պետք է առաջինը լռի իր հեռու գնացող նպատակների, ծրագրերի մասին։ Քանի դեռ դուք չեք հասել այդ ձեր նպատակին, ձեր երազանքին, քանի ձեր այդ հեռավոր պլանները չեն իրականացել, չեն նյութականացել, ուղղակի իրենք գտնվում են ինչ-որ ստեղծագործական ոլորտում, ինչ-որ ոչ նյութական ոլորտում, այլ ավելի շուտ էմոցիոնալ ոլորտում, այդ պլանների, այդ ծրագրերի մասին, սիրելիներս, չի կարելի կիսվել։ Եթե դուք այդ ծրագրերը, ձեր այդ պլանները, երազանքները իրականացնում եք, կատարում եք, արդեն նյութականացնում եք, ինքնըստինքյան և ձեր հարազատները, և ձեր բարեկամները, ձեր ընկերները և մարդկությունը իրենք կտեսնեն, որ դուք ինչ-որ բանի հասել եք և ստեղծել եք։ Իսկ քանի դեռ ձեր այդ մտքերը օդում են, ձեր այդ մտքերը ոչ թե նյութական են, ձեր պլանները իրենք ուղղակի էմոցիոնալ են և դուք ձեր այդ մտքերի հետ կիսվում եք ձեր շրջապատի մարդկանց հետ, ձեր այդ երազանքները, նպատակները իրենք կորցնում են իրենց էներգետիկան, իրենք սաղմնային վիճակում մահանում են և ինքնըստինքյան ձեր այդ երազանքը նպատակը չի իրականանում։
Նույնիսկ շատ դեպքերում լինում է այնպես, որ մարդը երբ որ ինքը իր մտքերը կիսվում է, իրենց ընկերները այդ մարդու մտքերը փոխանում են եւ այդ մարդու մտքերի վրա ստեղծում են իրենց կազմակերպությունները, իրենց կոմպանիաները, իրենց բիզնեսները եւ նույնիսկ այդ մարդուն թողնում են ձեռնունյա։ Կա աշխարհում այդպիսի մարդիկ, դուք էլ գիտեք, որ մարդիկ իրենց ընկերների մտքերը փոխանալով հիմնել են իրենց կոմպանիաները եւ վայելում են, ուտականացնում են ուրիշի մտքի ուղեղի պայծառությունը, մտքի հնարավորությունը, որպեսզի ձերբազատվեք, որ ձեր մտքերը փոխանալուց, որպեսզի ձերբազատվեք ձեր մտքերին, ձեր պլաններին նախանձելուց եւ իրենց նեգատիվ էներգիայով հարվածելուց երբեք ձեր հետագա պլանների մասին, ոչ մեկի մասին միտքիստեր։ Երբ որ արդեն ձեր երազները իրականացած եք, իրենք արդեն կտեսնեն, որ դուք հասել եք ձեր այդ նպատակին եւ երազանքին։ Նաեւ այսպիսի իրավիճակ կա, ձեր նպատակները, երազանքները երբեք մի հրապարակեք ուրիշի վզին։ Ինչ որ ձեզ համար հնարավոր է, դուք կարող եք դա առաջ տանել, մեկ ուրիշի համար հնարավոր է դա անհնարին լինի եւ ձեր այդ մտքերը այդ մարդուն գցե պրոբլեմների մեջ։ Կարող է ձեր այդ մտքերը, ձեր այդ ծրագրերը ձեզ համար իրականանալի լինի, ձեզ համար կարևոր լինի, իսկ եթե դուք ցանկանում եք, որ նման ձևով նաեւ ձեր բարի մտքերով ցանկանում եք, որ նման ձևով ձեր ընկերը, ձեր հարազատը զարգանա առաջ գնա, դա կարող է պրոբլեմներ առաջացնի, որովհետև նման մարդը ոչ հոգևոր, ոչ մտավոր, ոչ էմոցիոնալ դաշտով, ոչ նյութական դաշտով հարմար չէ այդ ծրագրերին, եւ ինքնին կարող է դժգոհություն լինի, որովհետև ինքը չի կարողանա առաջ գնա զարգանա։ Երբեք մի պարտադրեք ձեր մտքերը, ձեր ծրագրերը ուրիշների, որովհետև ձեր մտքերը, ձեր ծրագրերը դրանք ձեզ են արժան, ոչ ուրիշների։ Երկրորդը սիրելիներս, երկրորդ կետը, որի մասին մարդը պետք է լրի, դա բարեգործությունն է։ Շատ դեպքերում հեռուստացույցով տեսնում ենք, որ եւ Հայաստանում կա Ֆակին Ծառուկյանը բարեգործություն է անում։ Գիտեք ինչ, բարեգործությունը դա հպարտություն առաջացնելու համար չի, գիտեք ինչ, եթե մարդը այդքան գումարներ ունի եւ ինքը ինչ-որ բարեգործություն անի, դա պարտավոր է այդ բարեգործությունը անելու, բայց երբ որ ինքը գովազդում է իր բարեգործությունը, ինքը նման ձևով իր բարեգործությունը դարձնում է զերո, նաեւ այն մարդուն, որ լավություն է արել, այդ մարդու էներգետիկան է դարձնում զերո։ Աստվածաշունչը, բոլոր տեսությունները եւ հոգեվոր ուսմունքները ասում են, բարեգործությունը պետք է նոր լինի, որովհետեւ եթե մարդը խոսում է իր բարեգործության մասին, որ ինքը ինչ-որ մեկին լավություն է արել, ինքը նման ձևով ցույց է տալիս, որ ես լավ անձնավորություն եմ, ես կայացած անձնավորություն եմ, եւ այդ իրավիճակում ոչ թե խոսում է մարդու բարեգործությունը, այլ խոսում է մարդու հպարտությունը, եւ հպարտությունը ինքը ամենամեծ մեղքերից մեկն է, եւ Աստվածաշնչի մեջ, եւ բոլոր հոգեվոր ուսմունքների մեջ, մարդը չպետք է հպարտանա իր կատարած բարեգործությունով։ Բարեգործությունը պետք է նոր լինի։ Ինչու է ասում Աստվածաշունչը, այն ձեռքը, աջ ձեռքը ինչ որ տալիս է, ձախ ձեռքը չպետք է իմանա, այսինքն դա չպետք է այդ կա։ Իսկ եթե մարդը բարեգործություն է անում եւ մասսայական դրա մասին խոսում է, դա էգոիզմ է, դա հպարտություն է, դա ոչ թե բարեգործություն է։ Բարեգործությունը պետք է լինի գաղտնի, պետք է լինի լուր, եւ նման ձևով դուք ոչ ձեզ եք վատություն անում, ոչ էլ այն մարդուն, ում հանդեպ կատարում եք այդ բարեգործությունը։